Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը միակն է գյուղում, որ ընդունում ու ճանապարհում է բոլոր հյուրերին, ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև քաղաքական գործիչներին, անկախ նրանց ընդդիմադիր կամ իշխանամետ հայացքներից։ Եկեղեցականն էլ էս երկրի քաղաքացին լինելով, ինքը ազատ է իր ազատ կարծիքը արտահայտելու, մարդկանց դիմավորելու, ընդունելու, եւ իմ համար խնդիրը իրենց ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը չի։ Ասենք եթե գյուղ են գալիս, մարդիկ եկել են իրենց ընտրական ծրագրերին մեզ ծանոթացնելու, ներկայացնելու եւ ասենք եթե գյուղապետը ինքն հանրապետական լինելով պատշաճ չի որ ընդդիմադիր գործչին դիմավորի, ասենք եթե Տերայրն է դիմավորում, չի նշանակում որ ասենք մենք միմյանց դեմ ենք։ Այսինքն այդ մարդուն պիտի ինչ-որ մեկը դիմավորի, որ պատշաճ մեր համայնքում ընդունենք, ճանապարհենք։ Քահանան վստահ է սահմանադրական հանրաքվեից առաջ էլ թե այոյի եւ թե ոչի կողմնակից քաղաքական գործիչների կողքին էլ կկանգնի։ Կարևորում է, որ գյուղացին լիարժեք տեղեկացված լինի, թեև իր համար անհասկանալի ու անընդունելի է օրենքներ փոխելու համար կատարվող միլիոններ ծախսելը։ Հանրաքվե նախաձեռնողներից հեռու Օձուն գյուղում արդեն 9 տարի եկեղեցում ծառայող քահանան տեղեկացել է, որ սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար կծախսվի մոտ 2 միլիարդ դրամ ու զարմացել։ Ես ինքս իմացա, որ այդ բարեփոխումները մեր պետության բյուջեի վրա մեծ գումար են արժենում։ Այդ գումարի ծախսումը ես չեմ հասկանում ինչի վրա է ծախսում։ Ես կուզեմ օրինակ ոչ թե մեր պետությունը տա ինչ-որ օրենքներ բարեփոխելու ու գործին ու արդյունքում էլ բան չբարեփոխվի, այլ գոնե եկեղեցիների եւ վանքերի վերականգնման համար ներդրում արվի պետության կողմից, կամ ասենք, չգիտեմ, էլի այն ամենակարևոր նախարարությունների գործնեության վրա ծախսվի։ Փորձեց թվարկել կարևոր նախարարությունները, թիվը մեծ չստացվեց։ Ընդամենը 2 նախարարություն կարելի է պահել, ասում է Տեր Վրդանեսը։ Եթե օրինակ պաշտպանության եւ կրթության նախարարությունից բացի մնացած նախարարությունները Հայաստանում փակվեն, ես Օձունում ապրելով դրանց պակասը չեմ զգա, անկեղծորեն։ Կարելի է նաեւ դրանց հատկացվող գումարները, ասենք, ավելի նպատակային տնօրինել։ Տեր Վրդանեսը 9 տարի առաջ է Օձուն տեղափոխվել իր ընտանիքով, 4 երեխա է մեծացնում։ Նրանք գյուղում խմբակներ են հաճախում նվագել, նկարել ու օտար լեզուներ սովորում։ Գոհ է այստեղ պարապմունքներն անհամեմատ էժան են, իսկ գյուղում ապրելն ավելի անվտանգ։ Տեր Վրդանեսն իր տնամերձում մեղու է պահում ու հող մշակում։ Մոտիկից ծանոթ է գյուղացու խնդիրներին։ Քո տարեկան ամբողջ բերքը ստանալուց հետո եթե 2-3 անգամ գնաս Երևան գաս եւ 2 արագաչափ էլ քեզ նկարի, քո ամբողջ բերքը այդ 2 արագաչափի արժեքը հազիվ կվճարեն։ Ինքն էլ մեկ անգամ արագաչափի դիտակետում է հայտնվել 10,000 դրամով տուգանվել։ Ու իմ համար ասենք 10,000 դրամի վճարը բավական թանկ էր։ Չգիտեմ, երևի ես երկու մարդիկ կան, կարող է իրանց համար 10,000 դրամի այդ ակտը մեծ չի, բայց կոնկրետ իմ համար մեծ էր։ Եվ ասենք բնականաբար նեղվեցի։ Տեր Վրդանեսը դեմ է եղել նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը, այս ամենն իմի է բերում ու եզրակացնում։ Հայաստանում սահմանադրության, անգամ լավ սահմանադրության պակաս չկա, ասում է Հայաստանում բարոյական օրենքներն են խաթարվել։ Օրենքը պիտի կատարողներ լինեն։ Եթե մարդը չի ուզում վիճակը բարելավի, չի ուզում ծառայի, չի սիրում իր նմանին, չի սիրում Աստծուն, իր սրտում, իր հոգում Աստված չունի, ինքը չի փորձում բարոյական կյանքով ապրի, իրան որևէ օրենք էլ, որևէ օրենսդրական բարեփոխում էլ չի կարող փոխել։ Մեր երկիրը լուրջ հոգևոր բարոյական խնդիր ունի։ Նախագահական կլինի երկրի կառավարումը, թե խորհրդարանական, սա մեծ բան չի փոխի, եթե մենք քրիստոնեական բարոյական կյանքով ապրենք։